Ես ողջունում եմ մեր լսարանին, այսօր կրկին հանդիպել ենք մեր լավ բարեկամ Գևորգ Մելիքյանին, բարև Գևորգ։ Բարև ձեզ։ Գևորգ ջան, այնքան երկար պետք է ներկայացնեի, ինձ թվում է բոլորը հիշում են, նկարագրության մեջ եթերի անպայման կգրենք ինչպես քեզ ճիշտ ներկայացնել, որպեսզի հիշեն մեր լսարանը։ Ուզում էի ըստ նոր թարմ իրադարձություններից խոսեինք Բուենոս Այրեսում Հայաստանի նախագահը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմը սկսելուց հետո առաջին անգամ հանդիպել են։ 3 արտգործնախարարներն էին հանդիպել, դրանից մեկ օր առաջ հանդիպել էին։ Կարծես թե մի ամսվա դադարից հետո նորից կոնտակտները վերսկսել են։ Ըստ քեզ, ինչ ունեն քննարկելու Հայաստանի եւ Ուկրաինայի ղեկավարությունը, հաշվի առնելով իրողությունները Ուկրաինայում եւ Հայաստանում։ Ասկսեմ նրանից, որ ես չեմ հիշում, մենք նախորդ անգամ խոսել ենք նամասին, որ մենք բացեցինք մի վերլուծական կենտրոն, որը կոչվում է Հայկական ազգային դիմակայունության ինստիտուտ, որը զբաղվում է խորհրդային վերլուծությամբ եւ հատկապես միջազգային հարաբերությունների արտաքին քաղաքականության հայեցակարգերի մշակումով տարբեր տեսակի խորհրդային վերլուծություններ անելով եւ հիմնականում նաեւ նպատակը այնա, որ մենք օգնենք պետությանը եւ ոչ պետական կառույցներին բարձրացնել այն ինչ որ անգլերեն կոչվում են resilience, հայերեն դիմակայունություն, դա բանն է, ռուսերեն մի քանի ձև են թարգմանում, համ выдержка, համ устойчивость, համ immunitet, այդ անգլերեն բառը բավականին ինքնից տարողունակ բառ է եւ ըստ էության նշանակում է թե պետությունը տվյալ փուլում ինչպիսի դիմադրողականություն ունի տարբեր խնդիրների նկատմամբ, սկսած դե իհարկե մենք ավելի զբաղվում ենք արտաքին քաղաքականության անվտանգային հարցերով, բայց դա կարող է վերաբերել նաև առողջապահությանը, սննդի անվտանգությանը, էներգետիկ անվտանգությանը։ Սա առաջի բան է, թերևս որ մենք գիտենք, որ քո լսարանին կարող է հետաքրքրել եւ որոշ արդեն հանդիպումներ ունենք Լեհաստանի հետ, հատկապես հիմա Ուկրաինայի հետ ենք փորձում հարաբերությունները այդ առումով վերլուծական դաշտի խորացնել։ Լեհերի հետ ունեցանք կլոր սեղան քննարկում մայիսին միջոցառում ենք նախատեսում, որ հուսով եմ կլինի ՆԱՏՕ-ի հետ, սա առաջին անգամ է լինելու Հայաստանում ամբողջովին ՆԱՏՕ-ի ֆինանսավորմամբ եւ այսպես ասած ՆԱՏՕ-ի կոնցեպտների հիման վրա մենք խոսելու ենք հիբրիդային պատերազմների մասին Հայաստանի, թերևս Ուկրաինայի օրինակի վրա եւ սա կարծում եմ, որ լավ նորություններն են, որոնք ես ուզում եի հայտնել եւ կիսվել քո հետ եւ քո շատ հարգելի լսարանի հետ։ Անդրադառնալով քո հարցերին, նաեւ այո, լավ լուրը մինչեւ այս այն էր, որ հիշում ես, որ մենք նախորդ զրույցներից մեկում խոսում ենք Սաուդյան Արաբիայի մասին։ Հայաստանը վերջապես ստորագրեց այդ փաստաթուղթը Սաուդյան Արաբիայի հետ։ Նրանք ովքեր չգիտեն, ասում են, որ դա դեռևս սկսել է 18-19 թվականներից այդ հարաբերությունների հաստատումը եւ նախագահ Արմեն Սարգսյանի այցելությունը եւ նրանց այցելությունը Հայաստան սաուդների եւ ոչ միայն Սաուդյան Արաբիա այցելություն, այլև ելի մի քանի երկրներ, որոնք անուղղակիորեն եւ ուղղակիորեն ազդեցին այդ հարաբերությունների դրական իմաստով ձևավորմանը եւ վերջապես ես շնորհավորում եմ իհարկե մեր դիվանագիտներին այդ քայլի համար, որ վերջապես գնացին այդ քայլին եւ ստորագրեցին։ Մի փոքրիկ գաղտնիք էլ պիտի ասեմ, որ Սաուդյան Արաբիային զուգահեռ պիտի մտածեին եւ մենք այդ ուղղությամբ էինք արդեն աշխատում Պակիստանի հետ հարաբերությունների հաստատման մասով։ Իհարկե շատերը բնականաբար եւ արդարացիորեն կքննադատեն Պակիստանին եւ այո, ճիշտ կանեն, բայց դիվանագիտությունը հետեւյալ սկզբունքի վրա է աշխատում ըստ էության։ Նրանք ովքեր թշնամի են քեզ պետք է հնարավորինս իրենց դարձնել չեզոք, չեզոքներին բարեկամ, բարեկամներին դաշնակից։ Անընդհատ level up-ներ անելով գնալ եւ փորձել ի օգուտ քեզ աշխատեցնել։ Պարզ է, որ դա դժվար աշխատանք է, միանգամից չի լինում, բայց այդ քայլերից մեկն է, հուսով որ մեր իշխանությունները ականջալուր կլինեն եւ կսկսեն մտածել այդ ուղղությամբ Պակիստանի հետ հարաբերությունների որոշակի կարգավորման մասով։ Ինչ վերաբերում է այսօրվա նախագահ Վահագն Խաչատուրյանի այցելությանը Արգենտինա եւ նաեւ կխոսենք Ուկրաինայի մասին, ես իհարկե ողջունում եմ ցանկացած նման տիպի հանդիպում բնականաբար, բայց շատ կարեւոր է որ նման հանդիպումներ ունենան օրակարգ։
Այսինքն հենց այնպես չլինի, որ կարելի է դա կոչել դիվանագիտական զբոսաշրջություն, տուրիզմ, եւ դու ուղղակի գնում ես, հանդիպում ես եւ բարի ցանկություններ ես հայտնում, բայց մյուս կողմից որևէ ռեալ օրակարգ չի ձևավորվում։ Իսկ օրակարգ ձևավորելու համար պետք է դու առաջարկություններով գնաս։ Այսինքն հասկանալի է, որ պետք է հարաբերությունները խորացնել, բայց ինչի շուրջ, ինչպես, դու ինչքանով ես պատրաստ ներդրվել, սրանք են խնդիրները, հարցերը։ Բայց ընդհանուր ինքը որպես երևույթ իհարկե շատ կարևոր է։ Ինչ վերաբերում է Ուկրաինա-Հայաստան հանդիպմանը, հասկանալի է, որ այն համատեքստում, որ եղել են այդ հարաբերությունները տարիներ շարունակ, երբ հայկական պաշտոնական հատկապես կողմը չեմ ուզում գույները խտասեն, բայց ըստ էության հաճախ խուսափել են ուղղակի հանդիպումներից, ուղիղ կողմը հանդիպումներից, այսօր կարծեք թե այդ սառույցը կոտրվում է, բայց այդ սառույցի կոտրվելը կլինի, նշանը կլինի այն, որ օրինակ, երբ Հայաստանում կազմակերպվում են Գոլոդոմորի հետ կապված հիշատակման արարողություններ, ինչ-որ միջոցառումներ, կոնե պաշտոնյաները ներկա լինեն եւ այդ իրենց հարգանքի տուրքը որպես մեկ այլ ցեղասպանության, որը տեղի ունեցել Ուկրաինայի ժողովրդի հետ, ունենա իր պատմական եւ ներկայի գնահատականը։ Հակառակ դեպքում եւ նաեւ ես այստեղ էլ լսել եմ մարդիկ, որոնք ասում են, դե մենք չենք կարող Գոլոդոմորը համեմատել ընդհանրենք հայոց ցեղասպանության հետ։ Իհարկե դա սխալ մոտեցում է եւ այդ համեմատելով չի, ոչրագործությունները չեն համեմատվում, ոչրագործությունները դատապարտվում են անկախ նրանց մասշտաբներ։ Այնպես որ ինչ վերաբերում է իրենց Ուկրաինայի եւ այդ հանդիպմանը, նորից պետք է հասկանալ, թե ինչ օրակարգ կա։ Մենք շատ ու շատ չխոսված, չասված հարցեր ունենք մեկս մյուսին, ու լավ կլինի, որ Հայաստանը պրոակտիվ քաղաքականություն տանի եւ դա չլինի ուղղակի զուտ հիմիկվա համատեքստում, քանի որ աշխարհակաղակական կենտրոնացում կա Ուկրաինայի վրա, որոշանով Հայաստանի վրա, այդ համատեքստում լինի միայն շատ կարևոր է, որ օրինակ Հայաստանը կարողանա հասնել նրան, որ Ուկրաինան Ադրբեջանի հետ հարաբերություններում հաշվի առնի նաեւ հայկական շահը։ Եվ այլն, մնացած տնտեսական եւ այլ առումներով իհարկե հասկանալի է, որ հիմա Ուկրաինան պատերազմի մեջ է, բայց նաեւ շատ կարևոր է, որ Հայաստանը հանկարծ նորից չանցնի հակաուկրաինական ճամբար եւ նաեւ ստորագրեն այն փաստաթղթերը, որտեղ Ռուսաստանը դատապարտում է որպես ագրեսոր եւ ոչ թե ձեռնպահ մնա, իսկ դա ես պիտի ասեմ, որ Հայաստանը մի քանի տեղ հրաժարվել է ստորագրել նման փաստաթղթեր, թեև ինքը ստորագրել է ամբողջ փաստաթղթը, բայց ձեռնպահ է մնացել կոնկրետ պարագրաֆների, կոնկրետ հատվածների մասով։ Սա էլ պետք է այս իներցիոն էլի ռուսական համատեքստը պիտի դուրս գա մեր հարաբերություններից։ Գիտես շատ կարևոր բան ասացիր, այդ ոչրագործությունների դատապարտման պահով ուրիշի ոչրագործություն գոյություն չունի, հատկապես եթե Ուկրաինայի մասին է խոսքը, որովհետև ցեղասպանության հոլոդոմորի ժամանակ նաև հայերն են այդ սովամահին ենթարկվել, այսինքն դա ուրիշի չի, դա ինչ որ իրար հետ համեմատել է իհարկե շատ զարհուրելի երևույթ է եւ հատկապես այս տարի մի քանի անգամ արդեն եթերների մեջ ասել ենք, լրանում է 245 ամյակը Ղրիմի հայաթափման տարելիցն է, որը որ իրականում տարբեր գնահատականներով իմ գնահատականով նույնպես առաջին ցեղասպանությունն է հայոց, որի սցենարով Օսմանյան կայսրությունը իրականացրել է արդեն մեծ եղերնը։ Շատերը, ասենք, չգիտեն, որ երբ է եղել իրական առաջին ցեղասպանությունը եւ ինչպես է եղել, եւ երբ որ ռուսական կայսրությունը գրավեց Ղրիմը, որտեղ հայերը շատ լավ ապրում էին, ինտեգրված էին տեղական բոլոր կառույցներում, ունեին վանքեր, մշակութային կենտրոններ, միայն ասենք Ֆեոդոսիայում 20-ից ավելի վանք կար գործող, իսկ հիմա գիտեք մեկն է մնացել, այդ արդյունքն է ռուսական գրավման, հայերին տարան դեպի Դոնի Ռոստով, Նոր Նախիջևան, հա, ինչպես որ ասում էին, ճանապարհին հայերը զոհվեցին, մի մասը կենթանի մնաց, մի մասը կարողացավ նույնիսկ ետ վերադառնալ։ Շատերը այս էջերը չգիտեն եւ դրա համար իրենց թվում է, որ կա ինչ-որ օտար, ինչ-որ մի տրագեդիա, որը որ Հայաստանին չի վերաբերվում, դա ինչ-որ մի հերրու երկիր է։ Ոչ, Ուկրաինան հերրու երկիր չէ, հաստատ դու գիտես
այդ մանրամասները ճիշտ ասած զարմացնում է, որ դեռ այսօր մնացել են մարդիկ, որ նման իներցիայով գնում են։ Իմջալոց Ուկրաինան ազատագրել է Սևծովի հյուսիս-արևմտյան մասը, արդեն 1-2 մարշրուտ աշխատում է ծովային եւ նույնիսկ տնտեսական իմաստով մենք կարող ենք համագործակցել, հատկապես Հայաստանի համար շատ կարեւոր է հացահատիկի ծորենի հարցը դիվերսիֆիկացնել, ձեթնա, շաքարնա, մի շարք ապրանքատեսակներով, որ Ռուսաստանն է դոմինանտ հայկական շուկայում, հանգիստ կարելի է փոխարինել ուկրաինականով, Ուկրաինան տարին 2 բերք է հավաքում, նույնիսկ այս իրավիճակում եւ մեծ արտահանում ունի հատկապես ագրոմթերքների եւ ուկրաինական կողմը միշտ ուրախ կլինի, եթե նոր շուկաներ բացվեն, հիմա Հայաստանը նորից է բացվելու։ Մենք գիտենք անընդհատ մրցակցություն կա նույնիսկ հենց եվրոպական երկրների հետ, բարեկամ երկրների հետ, որոնք նույնպես ունեն ագրոպրոդուկցիա, բայց ուկրաինական ապրանքը իրենց խանգարում է։ Հայաստան մեծ հաճույքով կարտահանվի, պարզապես պետք է այդ կոնտակտների ժամանակ այս հարցերը քննարկվի։ Գիտեմ, որ ծորենի մասին խոսում էին, բայց ճիշտ ասած չգիտեմ ինչ կետի վրա են կանգ առել։ Նույնն էլ հայկական ապրանքի մասին է խոսքը, որ Ուկրաինայի լայնածավալ պատերազմի սկսելուց հետո, բացի կոնյակից, գրեթե ոչինչ չկա։ Ուկրաինայում են արտադրում հայկական ապրանքներ որոշ հայ գործարարները, բայց ասենք Հայաստանից բացի կոնյակից ոչինչ չկա։ Նույնիսկ ջերմուկը, որ գրեթե միշտ եղել է, ջերմուկն էլ չկա։ Այսինքն Հայաստանի համար էլ մեծ շուկա է, չնայած պատերազմը Ուկրաինան ադապտացվում է, պատերազմի ժամանակ նոր իրականության հարմարվելով կյանքը շարունակվում է։ Ինձ թվում է այստեղ անելիքները շատ են եւ երևի նորմալ կլիներ, եթե տնտեսական ինչ-որ մի համաժողով կազմակերպվեր այս կոնտակտների ընթացքում, թեկուզ Կիշինյովում, ասենք, հայ գործարարների կամ տնտեսական պատասխանատուների իշխանությունների Ուկրաինայի հետ, որովհետև մենք շատ ապրանքներ ունենք ներմուծելու եւ արտահանելու, այս իմաստով ինչ խորհուրդ կտայիր, ինչը պետք անել։ Տնտեսագետ չեմ, որպեսզի տնտեսագիտական խորհուրդներ տամ, բայց կվերադառնամ քո մյուս մտքին, որը վերաբերում է ցեղասպանությանը։ Ոչ թե խնդիրն այն է, որ մենք պիտի Հայաստանի հանրությանը եւ քաղաքական նաեւ վերնախավին բացատրենք, որ ենթադրենք Գոլոդոմորում եղել են նաեւ հայեր, դա այդքան էլ ճիշտ մոտեցում չի։ Իսկ եթե չեն եղել, նշանակում է պետք է չդատապարտել։ Խնդիրը նաեւ այն է, որ Հայաստանը տարիներ առաջ միացավ, այսպես ասած, ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման շարժմանը, որը ՄԱԿ-ում հաստատվեց, եւ Հայաստանը համարում է իրեն դրոշակակիր այդ հարցում, որպես ցեղասպանություն տեսած վերապրած ժողովուրդ, ինքը պատրաստակամություն է հայտնել լինել առաջատար այդ հարցում։ Հետևաբար դա նաև պարտավորություն է, ոչ միայն ուղղակի զուտ ժեստ բարի կամքի, եւ իհարկե այստեղ շատ կարեւոր է այն, որ դա մեզ էլ է վերաբերել, այն որ դուք խոսեցիք Ղրիմի մասին, համաձայն եմ, ես եղել եմ Ղրիմում տարիներ առաջ, դեռևս երբ մանուկ էի, հայրս ինձ տարավ եւ ես վայելել եմ հայկականությունը Ղրիմի, Թեոդոսիայում, Այվազովսկու ժառանգությունը տեսնելով եւ հիանալով իրականում մեր եկեղեցու ներկայությամբ մեր այդ հոգևոր քիչ թե շատ մնացած խաչքարերով եւ այլն։ Այնպես որ այո, մենք էլ անմիջականորեն այդ ամեն ինչի հետ առնչվել ենք։ Հիմա վերադառնանք Հայաստանի արտաքին քաղաքականությանը։ Ուկրաինան իրականում ժամանակին մեզ համար շատ լավ շուկա էր եւ մենք լավ շուկա ենք իրենց համար։ Ես հիշում եմ, որ այդ հիմա է, որ բոլոր դեպ սա էլ ուղղակի որպեսի իրականությանը նայենք, այսօր շատ ու շատ ապրանքներ ռուսական են եւ փոխարինվել են ուկրաինականներին, փոխարինել են դրանք ուկրաինական ապրանքներին, շատ ու շատ ապրանքներ գալիս են Ուկրաինայից, կատնամթերք, տարբեր ուրեմն տեսակներ։ Հիմա հիմնականը դա ռուսական սնունդս հիմ կատնամթերք է, պետք է իհարկե վերականգնել այդ ծավալները, վերականգնել այդ շուկաները, որը Հայաստանի համար շատ կարևոր է, քանի որ ինքը եթե նորից այդ եթեն շատ կարևոր, եթե Հայաստանը որոշում է եւ ոչ թե ուղղակի մանևրում է, թե որոշել է, որ ինքը պետք է դիվերսիֆիկացնի իր արտաքին քաղաքականությունը եւ տնտեսությունը, ու այստեղ մի բանալի կլուչի ու այսպես պահ կա, հա, որ մենք պետք է տարբերակում դնենք Ռուսաստանի դեմ գնալու հարցը եւ Ռուսաստանի ազդեցության դեմ գնալու հարցը։ Մենք պետք է սկսենք առաջին հերթին ազդեցության թույլատրմամբ։ Դեմ գնալը
այլ հարց է եւ ավելի քան բարդ է։ Իսկ ազդեցության թույլատումը լիովին հնարավոր է, պարտադիր չի դրա համար քաղաքական հայտարարություններ անել, շոուներ անել եւ ինչ որ բայց էլի շարունակել Ռուսաստանի հետ համագործակցել, ես մենք դրա մասին խոսենք, քանի որ գիտեմ դա ցավոտ հարցերից մեկն է, այլ պետք է սկսել ինքնաբավության, կարողությունների բարձրացման վրա աշխատել, այդ ինչ որ կոչվում են դիմադրողականություն, տնտեսական դիմադրողականությունը, աշխարհաքաղաքական դիմադրողականությունը բարձրացնել, որպեսզի Հայաստանը կարողանա իր կախվածությունները թույլատրել Ռուսաստանից, ենթակառուցվածքային եւ այլն, սկսելով եւ զուգահեռ այլընտրանքային միջոցներ գտնել, օրինակ ենթադրենք, եթե խոսում ենք երկաթգծի մասին, Հայաստանը եթե չունենա այս սեփական երկաթգիծը, որքան էլ բոլորը խոսեն, թե ինչքան ենթադրենք կարևոր է Ռուսաստանից անջատվելը եւ Ռուսաստանի ազդեցությունը թույլատրելը, եթե դու կոնկրետ քայլեր չես անում, հարթակներ չես ստեղծում, ենթակառուցվածքներ, դա ընդհանրապես լինում է բարի ցանկություն։ Հետևաբար մեր ցանկությունն է, որպեսզի եւ պահանջը նաեւ, որ ի վերջո Հայաստանի իշխանությունները գնա այդ ճանապարհով եւ ոչ թե խոսի դրա մասին եւ ստեղծի այդ պատրանքը, որ Հայաստանը գնում է դեպի արևմուտք կամ արդեն արևմուտքում է եւ մի քիչ է մնացել եւ շուտով մենք նաեւ միգուցե Եվրամիության անդամակցության մասին խոսենք։ Դրա համար պետք է առաջին հերթին դու հրաժարվես քո նախկին ժառանգությունից, ինչպես որ ավետարանում է ասում, նոր գինի երբեք հին գինու տակառը չեն լցնում, ինչեւ այդ տակառը չդատարկես, նոր գինի չես լցնելու դրա մեջ, որովհետեւ երկու գինիները չեն խառնում իրար։ Սա պիտի լինի աքսիոմատիկ։ Այսքանը, եթե ասեմ, կարող եմ շարունակել, բայց կուզեի հարց տալ, եթե հարց ունեք, Մարատ։ Դες այդ ուղղությամբ կարևոր հարց է, ըստ վերջերս սպեկուլյացիաների հիմք է դարձել Սանկտ Պետերբուրգ գնալ չգնալը։ Մարատ, տեսեք, ես չեմ կարծում, որ որևէ իշխանություն աշխարհում, որևէ, ես կրկնում եմ, ես չեմ ասում կոնկրետ Հայաստանը, ամենաժողովրդավարական անգամ երկրում եւ առավել եւս ժողովրդավարական երկրում իշխանությունը այդքան պաշար ունի վստահության, որ ինքը կարող է անժամկետ ինչ որ գործընթացներ սկսել, որոնք դու չգիտես թե երբ են ավարտելու, երբ են կոնկրետացնելու։ Եվ միշտ կարողանալ ասել, դե դեռ ժամանակը չի եղել, դեռ կանեն, ոչ, այդպես չի, եթե դու անում ես քայլ, ապա դու պետք է հստակ անես, ես նման բան չեմ տեսնում, որ Ռուսաստանը հանի Հայաստանին Եվրասիական տնտեսական միությունից կամ ՀԱՊԿ-ից կամ ԱՊՀ-ից, բացարձակապես, դա պիտի Հայաստանի կողմից գա, դա մանիպուլյացիա է, որ իբր թե մենք դուրս չեն գալիս, բայց Ռուսաստանն է դուրս գալիս, եւ առավել եւս, բայց եթե մենք դուրս չեն գալիս, այլ հաջորդ շարունակությունը ինչ էական է, թե Ռուսաստանը դուրս է գալի, դուրս չի գալ, դու դուրս ես գա, քեզ դուր է գալիս այդ կառույցը, դու ուզում ես այդ կառույցից դուրս գալ, ուրեմն դուրս արի։ Նույն պատմությունն է դարձել, որ մեզ դուր չի գալիս խաղապահների վարկագիծը ռուսական, բայց շարունակում են 200 միլիոն իրանց փող տալ եւ ավել, ոմանք ասում են 400, որ այդ նույն ռուսներից գնենք զենք։ Բայց 20 թվականի պատմությունները դաս չեն, որ իրանց այդ չի կարելի վստահաբար ինչ-որ գործակներ կնքել, այդ նույն մարդիկ չեն, որ պնդում են, որ Ռուսաստանի մատը խառն է այս 20 թվականի հարձակման մեջ, բայց ինչպես է ստացվում, որ խաղաղապահներին բերում են Արցախ, ինչպես է ստացվում, որ այդ նույն 20 թվականից հետո Ռուսաստանի հետ 400 միլիոն դոլարի կնքում են պայմանագիր, հա, դա խոսում է անվստահության մասին, թե հակառակը, որ իրենք ոչինչ էլ չեն փոխել, այսինքն իրենք չեն ցանկացել դուրս գալ, կտրել, սահմանափակել այդ հարաբերությունները, թե չէ, ես որ լսում եմ ինչ-որ փորձագետների կամ մարդկանց զրույցները, որ այնպես են խոսում, կարծես թե Հայաստանը այտենց դարձել է արևմուտքի փարոսը, արևմտյան արժեքներով առաջնորդվող ու ամբողջ խնդիրը թե ռուսներին ոնց պետք է այստեղից հանեն։ Ու ընդ որում գիտես, ամբողջ հարցն ան է, որ եթե ես հարց եմ տալիս, բայց ոնց են իրանք հանում, պատասխան չկա։ Որևէ պատասխան չկա։ Որտեվ հանելու համար ասելով չի, դա պիտի լինի ինստիտուցիոնալ սահմանափակումներ։ Այսինքն Եվրասիական տնտեսական միությունից ես հրաժարվում, դուրս ես գալիս, ոչ թե ուղղակի չես մասնակցում, դուրս ես գալիս եւ ընդհանրապես սառեցում ես քո հարաբերությունները ԱՊՀ երկրների, այսինքն ԱՊՀ-ի ներսում իմիջիայից Ադրբեջանն էլ ԱՊՀ-ի անդամ, չմոռանամ հիշատակել։ Հետաբար այս մանևրները Հայաստանի կողմից որևէ մեկը չգիտի թե երկարաժամկետ կտրվածքով ինչպիսի արդյունքներ կտան։
Համար ես կուզեի որ քանի որ փորձագիտական զրույց է ոչ թե լիրիկական ինչ որ տենց պաթոսախառն մենք հասկանանք Հայաստանի արտաքին քաղաքականությունը որքանով է մեր պատկերացրածին մոտ որտեղ ես գիտեմ մոտապես ընդհանրեն քո գործընկերների պատկերացումները իմը ես գիտեմ ես կոնկրետ իմ անունից կարող եմ ասել ես չեմ տեսնում որ իրենք մոտենում են այդ մեր պատկերացրած արտաքին քաղաքականության եւ այստեղ ասել որ դեռ ժամանակ է պետք բան ներողություն բայց դա անլուրջ խոսակցություն ինչ ժամ ասենք 6 տարի իրենք այս իշխանության մեջ են եւ 6 տարի իրենք որևէ այդ առումով արդյունք չգրանց արևմուտքը տեսնում է որ շատ մեծ դաշտ կա աշխատելու եւ ինքը այո քայլեր է անում շատ մեծ քայլեր է անում եւ պետք է կույր լինել որ դա չտեսնել բայց ինչպես տեսնում եք Հայաստանը նորից շարունակում է խոսել ռեգիոնալիզացիայի մասին այսինքն որ պետք է խնդիրները լուծվեն ռեգիոնի ներսում աջակցում է 3+3 կամ 3+3-1 ձևաչափին առանց Վրաստանի կամ Վրաստանով դա էլ հարց է խոսում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին այնպիսի տպավորություն է որ կարծեք թե Թուրքիան ու Ադրբեջանը ինչ որ բանով զիջում են Ռուսաստանին ավտորիտարիզմով սրիկայությամբ մարդասպան ռեժիմ լինելով այդ ոնց է ստացվում որ մենք պետք է այդպես ձգտենք իրենց հետ խաղաղության ինչ խաղաղություն Ադրբեջանը երբ է խոսել խաղաղությունից այսինքն Ռուսաստանին տեսնում ենք բայց Ադրբեջանին չենք տեսնում դա իհարկե նույն բաները էլի եմ ասել քանի որ ես չեմ տեսնում որ որևէ բան փոխում է այդ հարցը ես արտաքին հարաբերությունների մասնագետ եմ ինձ համար շատ ու շատ հարցեր ոչ թե անհասկանալի են որ ես իմ ուղեղը չի երիքում այլ որ այդ քայլերը որոնք իրենք անում են դրանք ընդհանրապես ֆասադային քայլեր են այդ հանդիպումները գեղեցիկ այդ բոլոր տեսակի շփումները ստորագրում են մի քանի փաստաթղթեր բայց գլոբալ առումով որևէ ռազմավարական նշանակություն դրանք չունեն տենց կետային ոչ երկարաժամկետ քայլեր են դրանք խոսում են Մեծ Բրիտանիայի հետ համագործակցության մասին բայց այդ համագործակցությունը 10 տարուց ավել գոյություն է նույն փաստաթղթերով էլի մարդիկ գնացել են վերապատրաստման այնպես չէ որ նոր է դա եղել այլ հարցը իրանք փորձում են ամեն ինչը PR-ի տեսանկյունից ներկայացնել ամեն մի այսպես հանդիպումը ամեն մի լուսանկարը նպատակ ավելի շատ որ PR ցույց տալ որ տեսեք մենք արևմուտքի հետ ենք եւ դրա փոխարեն պետք է գործ անել ոչ թե ցույց տալ որ անեն կերևա པարս կերևա որ իրանք գնում են դեպի արևմուտք այդտեղ է խնդիրը որ հենց իրանք սկսեն գնալ արևմուտք այնքան խնդիր է առաջանալու եւ Ռուսաստանի կողմից եւ ենթակառուցվածքների հարցով այն ժամանակ իսկապես կերևա որ այդ մարտիկ օր ու գիշեր աշխատում են ոչ թե ուղղակի հայտարարության վրա հանդիպման վրա բայց գլոբալ առումով բացի դրանից առաջ չեն գնում խնդրեմ օրինակ Միացյալ Նահանգները ինչու սկսեց հանդիպել Ադրբեջանի հետ բայց իրենք խոսք են տվել որ այլևս չի լինելու business as usual ասում են իրենք չի լինելու որովհետև իբր դատապարտում են Ադրբեջան բայց ինչպես ստացվեց որ տարածվեցքի մի ամիս չանցավ արդեն Բլինկենը հանդիպեց էլի հանդիպումներ խնդրեցին ադրբեջանցիները ամերիկացիների հետ բա ուր կորավ իրանց այդ խիստ կեցվածքը եւ Հայաստանում հարց են տալի Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ կարող է անել պատերազմը կանխելու համար ասում են դե չի հանդիպի պատժամիջոցներ կիրառի որտեղ են այդ պատժամիջոցները Ադրբեջանի հանդեպ ով է խոսում դրանց մասին այսինքն դուք տեսաք որ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների այս դեկտեմբերի 7-ի եթե չեմ սխալվում հայտարարությունը բոլորը գրեթե բոլոր անխտիր ողջունեցին անգամ ռուսները բոլորը ողջունեցին որ դա դրական քայլ է ուղղված է վստահության գործընթացներին վստահության վերականգնման խաղաղության հաստատման եւ այլն հետեւաբար դու ո՞նց կարող ես Ադրբեջանի հետ ուզենալ խաղաղություն հաստատել հետո սկսես իրեն դատապարտել ինչ որ բանի մեջ նորից կամ ամերիկացիներից եւ ֆրանսիացիներից ակնկալես որ իրանք կաջակցեն քեզ Ադրբեջանի դեմ ինչ որ գործընթացներում եթե դու Ադրբեջանի դեմ չես պայքարում արևմուտքը քեզ ինչով պիտի օգնի որ հարցում պիտի օգնի եթե դու խնդիր չունես Ադրբեջանի հետ չէ՞ որ մենք մտածում ենք որ ինքը պիտի օգնի ընդհանրենք անվտանգային հարցերով պիտի օգնի զինված ուժերի բարեփոխումների հարցով բայց եթե դու խնդիր չունես Ադրբեջանի հետ եթե դուք այդքան իրար լավ հասկանում եք այդքան իրար ջան եք ասում ջան եք լսում բաց եք թողնում գերիներին խոսում եք որ մեկը մյուսի հանդեպ պետքա չնայած Ադրբեջանը այդպես բաներ չի ասում դա միակ հայտարարությունն է բարևուտքի գործ որտեղ է իր դաշտը աշխատանքի եթե դու Ադրբեջանի դեմ ոչ մի բան չես անելու
Հիշում ես մեր եթերներից մեկում մենք ասացինք, որ Արևմուտքը քայլ է անում եւ դաշտ է տալիս Հայաստանի իշխանություններին իր տնային աշխատանքը կատարելու։ Դες գրեթե բոլոր փորձագետները ներհարթակում քո հետ եթե չասեմ 100%-ով 80% հաստատ համաձայն են։ Բոլորն էլ միանշանակ ընդունում են, որ արևմտյան ուղին դա մեր ուղին է, մեր տան ուղին է, ոչ թե ինչ որ տեղ ենք գնում, այլ վերադառնում ենք մեր տուն, այսպես ասած, մեր քաղաքակրթությունը, դա է միակ ճիշտ քայլը, բոլորն էլ քննադատում են, ասենք, որ այս կիսակ քայլերը դու շատ հետարքիր ռակուրսից այս ամենը ներկայացրեցիր, որը որ շատ ակտուալ է։ Դες իրոք PR-վելով հարցեր չեն լուծում եւ մի օր բերելու է քաղաքական պատասխանատվության։ Հաջորդ ընտրությունները 2.5 տարի հետո են։ Պարզ է, որ պետք է նոր ուժեր լինեն։ Ես արդեն Կիևից նկատում եմ, որ հայ հանրությունը մի քանի քայլ ավելի առաջ է, քան քաղաքական էլիտաները, որտեղ քաղաքական էլիտաները մնացել են նախկինում, իսկ ժողովուրդը իր նոր պահանջներն է ձևավորել եւ պետք է նոր ուժեր ի հայտ գան, որպեսզի ժողովրդի հետ, որ ասում են նագավնոգու, չէ, ասենք քայլեն առաջ Հայաստանի իրական սուվերենիտետը կերտելու համար, որպես ասենք Հայաստանում գտնվող մարդ նկատում ես այդպիսի ուժերի, ովքեր կարող են իրական մրցակցություն ձևավորել այսօրվա իշխանություններին, հաշվի առնելով Երևանի ընտրությունների իրավիճակը, որը շատ լուրջ մեսիջ էր իշխանություններին, ինչ կարծիք ես, կձևավորվեն ուժեր, կան այդպիսի մարդիկ։ Տեսականորեն իհարկե այո, որովհետեւ ես չեմ կարծում, որ մարդիկ ընդհանրապես մարդկությունը դադարում է ունենալ տաղանդներ, մարդիկ, որոնք կարող են լավ լիդերներ լինել եւ դա ինչ որ պարտադիր պիտի ինքը անցնի շատ լուրջ այդպես ճանապարհ, որպեսզի մենք տեսնենք այդ մարդուն։ Հա, իհարկե ցանկալի է։ Այսօր այդպիսի մարդ ցավոք չկա, այսինքն մարդ, որին դու ասես ենթադրենք պայմանական բան եմ ասում, խոսքնակ երբ որ խոսում ենք ռուսական իրականության մասին, այդ մարդիկ ասում են Նավալին։ Ես չեմ ասում, որ ինքը կաղա պրոյեկտ է, կաղա պրոյեկտ չգիտեմ, բայց ենթադրենք գոնե ինչ-որ մի անուն ազգանուն է, որի մասին շատերը գիտեն եւ ընդդիմություն կամ այլընտրանք ասելով միգուցե մտածեն իրեն եւ իրա վրա փորձեն ինչ-որ շեշտադրումներ անել։ Հայաստանի պարագայում այս իշխանությունը ոչնչացրեց ընդդիմության ընդհանրապես գաղափարը եւ խորհրդարան մտան մարդիկ, որոնք բոլորը ըստ էության մեկը մյուսի հանդեպ ռևանշիստական բանով են։ Իշխանությունը ներկա նախկինի հանդեպ, նախկինը ներկայի հանդեպ եւ իրական այդ քո ասած իրական առողջ ուժերը, մտածող ուժերը, ավելի հերահար մտածող, ավելի ռազմավարական մտածող այդ ճղճին ներ կուսակցական ինչ որ իրար բան ապացուցելու եւ իրար վրա ցեղ շպրտելու այդ տրամաբանությունից դուրս պետք լինեին։ Դեռ ցավոք ես տեսնում եմ, որ Հայաստանը, քանի որ ինքը նաև անցնում է շատ ցավալի գործընթացով, պատերազմ, ըստ էության Արցախի կորուստ, անվտանգային լուրջ խնդիրներ, արտագաղթի հարցեր, ապատիկ իրավիճակ Հայաստանի ներսում, անգամ Երևանի ընտրությունները, որոնք էլի ըստ էության պարտվող կողմը նորից դառնում է հաղթող։ Ես սա կարծում եմ, որ առաջացնում է կոգնիտիվ դիսոնանսներ մարդկանց մոտ եւ մարդիկ սկսում են չհասկանալ այլևս թե բա իրանք ինչ կապ ունեն այս ամեն ինչի հետ, արդյոք իրանք ինչ որ մասնակցելու բան պիտի անեն։ Տեսակ ինչքան ցածր էր մասնակցությունը Երևանի ընտրություններում։ Միգուցե հիմա արդեն կսկսեն ակտիվանալ քաղաքական ուժերը, բայց նաեւ տեսեք, շատ լավ գիտեք, որ քաղաքականությունը նաեւ գումար է, փող է։ Եվ նույնիսկ եթե լինեն շատ լավ ուժեր, որոնք կարող են ինչ-որ առումով մրցակից լինել ներկայ իշխանություններին, շատերը ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն եւ առանց մեդիայի, առանց ֆինանսների շատ դժվար է քաղաքականության մեջ մրցունակությունը պահպանել։ Իսկ իշխանությունը այսօր գնում է ավելի դիկտատորիալ կոնսոլիդացիա, իշխանությունը պահելու ճանապարհով, հետեւաբար իրենցով են անում բոլոր օղակները հնարավոր։ Համար անգամ Freedom House-ի տեսանկյունից Հայաստանը չի համարվում ժողովրդավարական պետություն, բառի դասական եվրոպական արևմտյան իմաստով, որքան էլ իրենք փորձում են թվերով ապացույցներ ներկայացնել կամ նարատիվներ ստեղծել։ Այս իրավիճակում շատ դժվար է լինելու, բայց ես գրեթե վստահ եմ, որ լինելու են ուժեր, որոնք ձեռնոց են նետելու իշխանության եւ իշխանությունը շատ լուրջ խնդիրներ է ունենալու վերընտրվելու առումով, շատ լուրջ։ Նա ուղղակիորեն ըստիս
Եթե իհարկե նոր նարատիվներ չստեղծեն, օրինակ որ եթե մեզ չընտրեք պատերազմ կլինի էլ այդ նույն դա կեղծիք է մարդկանց անընդհատ վախի մեջ պահելով ընտրության տանելը Սերժ Սարգսյանն ինքն էլ այդպես նույն այդ մեխանիզմով մենք թալանում ենք, բայց կարևորը որ մեր բանակը կուշտ է, մենք այո կոռուպցիայի մեջ թաղված ենք, բայց մենք ունենք լավ զենքեր, հա, եւ եթե ուզում եք անվտանգություն, մենք պետք է մտնենք Եվրասիական տնտեսական միություն։ Այս մեխանիզմը պիտի դուրս գա արանքից եւ անդադ մարդկանց վախեցնելով ընտրության տանելը եւ մարդիկ ասեն գնանք ընտրենք Նիկոլ Փաշինյանին միայն թե պատերազմ չլինի։ Սա կեղծիք է, սա անհարգալից վերաբերմունք է սեփական ժողովրդի նկատմամբ։ Մարդկանց այդ ձևով անընդհատ ճնշել հոգեբանորեն եւ իրենց թույլ չտալ որ մարդիկ բացվեն, ասես լույսը դուրս գա մարդկանց մեջից, որոնք այո հայերը այդպեսին են, ստեղծարար մարդիկ են, ստեղծող, աշխատող, ամեն ինչից են որ ասում են քարից հաց քամող, բա պետքա թույլ տաս, բա այդ ուր կորան մեր այդ տաղանդները։ Եվ երբ որ ասում են եվրոպական, Արա ջան, ինձ համար արևմուտքը աշխատասիրությունն է առաջին հերթին, նորարարությունն է, պրոգրեսիվ մտածողությունն է։ Խոսքը վերաբերում է լուրջ, էֆեկտիվ, արդյունավետ համակարգերի ձևավորմանը։ Ոչ թե ուղղակի ասել, որ ենթադրենք մենք Կիլիկյան Հայաստան ենք ունեցել, որը ֆրանսիացիների հետ հարաբերություններ են։ Դա ընդհանրապես լավ հիմքերից մեկն է, բայց դա բավարար չի։ Այսինքն մեզ այսօր պետք է առաջադեմ մտածողությամբ քաղաքական գործիչներ, գրագետ, կրթված, մարդիկ, որոնք հայրենասեր են, մարդիկ, որոնք մանիպուլյացիաներ չեն սիրում ինքնին, ոչ թե եթե տեղը գա պիտի անեն, այսինքն խորշեն նման աշխատավոճից խափելու, դերակատարություն ստանձնելու, պոպուլիստական բաներով անդադ այդ պաթոսախառն, այդ ուռա պատրիոտիզմը, այլ կլինեն քաջ, համարձակ մարդիկ, որոնք ես վստահ եմ կան։ Ես գիտեմ, ելի եմ ասում, ես գիտեմ մարդկանց, բայց այլ հարցը որ իրանք դեռ մրցունակ չեն։ Իրենց միանգամից կճզմեն, եթե իրանք քաղաքական դաշտ փորձեն մտնել։ Տեսնենք, ես հուսով եմ, որ կամաց երևի արդեն այս տարվա ավարտ, մյուս տարվա սկիզբ կսկսեն արդեն երևալ այդ տարբեր քաղաքական ուժերը։ Միայն թե նորից չխանգարեն, միայն թե նորից էլի ռուսական ազդեցությունը չբերի այդպես խառնի ամեն ինչ եւ մենք ստիպված լինենք էլի վատի եւ վատագույնի մեջ ընտրենք։ Դու շատ ճիշտ նկատեցիր, որ նույնիսկ նախկին իշխանությունների այդ ձևը, հա, այդ ֆորմատը, որ եթե մենք չլինենք պատերազմ կլինի, այսպես կլինի, այնպես կլինի, նույնիսկ դա ավարտ ունեցավ եւ սա պետք է նաեւ լավ փորձ լինի այսօրվա իշխանությանը, որպեսզի նրանք իրական քաղաքական մրցակցությամբ զբաղվեն եւ մրցակիցներից չխորշեն կամ չփորձեն ինչ որ մեկին խանգարել։ Մենք տեսնում ենք այս պահին, որ նույնիսկ արտախորհրդարանական դաշտում նոր պրոյեկտները նույն ձևաչափից են, հա, որ օրինակ ասենք ինչպես ասում են ոչ հինը, ոչ նորը, բայց այդպես այդ կոչերով գնացող մարդիկ իրենք ընդհանրապես քաղաքական մրցունակություն չունեն բացարձակ եւ երևում է որ չունեն հայ հանրության վստահությունը։ Այսինքն այստեղ պետք է լինեն ոչ թե անցյալից քարտեզներով փողոցներում մանեկող մարդիկ, այլ Հայաստանի ապագան ներկայացնող, ապագայի տեսլականը ներկայացնող քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ, որը որ ուժեղ Հայաստան պետք է ստեղծի։ Մի դիտարկում անեմ, Արադ, մի դիտարկում, քանի միտքը չեմ մոռացել։ Շատ կարևոր է, որ մենք այս անգամ եթե նույնիսկ մենք չենք մասնակցում, ինձ իմ մասն է խոսքը կամ գործընկերները, որոնք կարող են մնալ ոչ թե քաղաքական, այլ վերլուծական դաշտում, դա էլ է նորմալ, որտեղ պետք չի բոլորը գնան քաղաքականություն, որպեսզի մեր գործը ստից պիտի լինի այն, որ մենք կարողանանք հանրության մոտ ձևավորել մի մոտեցում, որ իրենք պետք է ընտրություն կատարեն ծրագրերի, գաղափարների միջև, ոչ թե անձերի։ Այն ինչ որ չեն կարողացել այսքան տարիներ ձևավորել, թեև մենք համարվում ենք իբր թե պարլամենտական կառավարման պետություն, բայց պարլամենտարիզմը, գաղափարային, այսինքն կուսակցությունների գաղափարական պայքար այլ բացարձակ գոյություն չունի։ Գոյություն են մարդիկ, անձեր, որ առանց որոնց այդ կուսակցությունները ուղղակի sense House of Cards, կարտոչնի դոմիկի նման փլուզվում են։ Իրենք իրենցով ոչ գաղափարային որևէ բան չունեն հենքեր։ Հիմա մեր խնդիրը պիտի լինի, որ ցույց տանք մարդկանց, որ ընտրեք ըստ գաղափարների, այսինքն ծրագրերի, որոնք կարող են
բերել նոր լուծումներ, նոր Հայաստան ձևավորեն։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանին ենք մենք դա տղուն հնարավորություն տանք չկարողացավ, խանգարեցին իրան 6 տարի ինքը չէր կարողանում իր ուզած անել։ Ռուսները խանգարեցին, թուրքերը պատերազմը, կովիդը, այլ մոլորակային էր, բոլորը մեղավոր էին բացի հենց իշխանությունից։ Իշխանությունը պատասխանատվություն է կրում իր ստանձնած պարտավորությունների կատարման համար։ Հետևաբար մեր խնդիրն է ցույց տալ մարդկանց, որ փորձեք այլևս համախմբվել գաղափարների շուրջ, ոչ թե անհատների։ Շատ կարևոր է, հատկապես ունենալով այն ժառանգությունը քաղաքական, որ մենք ունենք։ Գիտես, ես օպտիմիստ եմ այս հարցում, որովհետև տեսնում նույնիսկ մեր լսարանի օրինակով մարդիկ շատ առաջադեմ են մեկնաբանություններում այն առաջարկությունները, որ լսում ենք։ Ֆանտաստիկ լսարան ունես, ասեմ քեզ։ Մեր հայ հանրությունից բաղկացած, այսինքն մեր ժողովուրդը սկսել է ակտիվ, արդեն մարդիկ վերցրել են իրավիճակը իրենց ձեռքը եւ իրենք են առաջարկում, ասենք, եթե փորձագետը խոսում է որոշ թեմաներից, մեկնաբանությունները մենք կարդում ենք կազմակերպեք, դուրս գանք պահանջենք, կազմակերպեք, առաջնորդեք, միասին անենք։ Այսինքն երևում է, որ արդեն հայ հանրությունը իրոք ուզում է ինքը որոշել, ինքը լինել վերջապես իր երկրի տերը, ինքը որոշել իր ապագան, պարզապես պետք է լինեն մարդիկ, ովքեր կարող են այ հանրության հետ միասին այդ ճանապարհը անցնել։ Դժվար է, այստեղ խնդիրը մի դիտարկում են, էլի շատ կարևոր է պրոյեկտային մտածողությունը։ Մարդիկ, ովքեր ցանկություն ունեն օգնելու, պիտի վերացական չասեմ, պետք է քաղաքական ուժերը պրոյեկտներ առաջարկեն, որի համար պետք է իրենք ունենան համախոհներ, որոնք նաև կֆինանսավորեն այդ պրոյեկտը։ Այսինքն պրոյեկտային մտածողությունը, որ դու ինչ-որ պրոդուկտ ես տալու, դրա համար դու ո՞նց է բիզնեսում։ Դու բերում ես քո բիզնես պրոյեկտը, ներկայացնում ես, մարդկանց համոզում ես, բացատրում ես կամ ստարտափները, որ դու այս բաներն ես անելու, ինչ որ մեկը եթե հավատում է քեզ, վստահում է քեզ աջակցում է, հետեւաբար նաև ինքը քեզանից պահանջելու է, որովհետև ինքը մասնակցում է քո պրոյեկտի իրականացմանը։ Դե չգիտես, քաղաքական գործիչները սովորել են պոպուլիզմ կենացներ, հա, այդպես սիրուն բառեր, եւ երբ որ ինքը արդեն ընտրվում է, ասում է դե գիտեք, այն ժամանակ մենք այլ կերպ գիտենք, հիմա մենք տեսնում ենք, որ իրականությունը մի քիչ այլ է։ Նայեք Նիկոլ Փաշինյանի ինչ էր ինքը ասում 2018-ին, սկսած օրինակ այն որ պիտի լինի սահմանադրական բարեփոխումներ։ 3 հատ հանձնաժողով ստեղծվեց, 3 հատ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով։ Մինչև օրս մի հատ նույնիսկ ստորակետ չի փոխվել այդ սահմանադրություն վրա, որը համարվում էր Սերժի վրա հակով կարված սահմանադրություն։ Համար պետք է մենք գանք հասնենք մի կետի, որտեղ իշխանությունը լինի պատասխանատու իր քայլերի համար, ոչ թե մենք վերածվենք Ռուսաստանի մինի, որտեղ անverջ թվով քանակներով կարող է իշխանությունը վերընտրվել ամեն անգամ մի նոր մանիպուլյացիա անելով։ Անկախ նրանից ես էլ եմ, անկախ նրանից թե ինչպիսի վերաբերմունք ունենք այդ իշխանությանը։ Սա ժողովրդավարությունը պահանջում է ռոտացիաներ։ Ժողովրդավարությունը պահանջում է, հենց երբ որ մենք ասում մենք արևմուտքից ենք, մենք վերադառնում ենք տուն, այդ ո՞րն է մեր տունը։ Եթե արևմուտքն ենք մեր տունը համարում, ապա արևմուտքը ամենախստապահանջ համակարգն է։ Ոչ մի ներում բեկում չկա, մարդը չի կարող արդարանալ, սենց ընդհակառակը, ասում են որը մեկից չի հետաքրքրում քո արդարացումները, մեզ պետք է որ դու արդյունք գրանցես, ոչ թե արդարանաս, թե ինչու չես կարողանում դա անել։ Բոլորն է կարող են այդպես ոչինչ չանեն, պատճառաբանություններ բերել, հիմնավորել թե ինչու չարեցին, այդպես Սերժենքել են, էլ այդպես անում։ Երբ որ օրինակ մենք Սերժ Սարգսյանի իշխանությանը դատապարտում եւ քննադատում ենք նրա համար, որ իրենք ոչինչ չեն ասում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու համար, գիտեք ինչ են մեզ պատասխանում։ Դու կապշեք ուղղակի։ Ասում են մենք նույնիսկ ուրախ ենք, որ Ադրբեջանին Ռուսաստանն է զենք վաճառում։ Եվ որովհետեւ եթե Ռուսաստանը չվաճառի զենք Ադրբեջանին, Ադրբեջանը ուրիշ երկրից կգնի։ Իսկ sense մենք գիտենք, որ Ռուսաստանը զենք վաճառելով Ադրբեջանին լրիվ վերահսկում է այդ դաշտը ու երբեք թույլ չի տա, որ այս կամ այն բանը լինի մեր դեմ։ Այս կարգի տագիտությունը, դիվանագիտական բոլոր խնդիրները, որ իրենք ստեղծել են եւ հիմա էլ մենք ունենք այդ նույն խնդիրները, որտեղ որևէ ձև Ադրբեջանի Հայաստանը չի կարողանում կանգնացնել, հետեւաբար որևէ տարբերություն չկա թե Սերժ Սարգսյանի ժամանակի թե Նիկոլ Փաշինյանի դիվանագիտությունը չի աշխատում այդ առումով։ Դրա համար սա է կոնկրետ ծրագրերը, որ դու պետք է կարողանաս մի բան անել, որը փոփոխություն պիտի բերի, ոչ թե ուղղակի պահես ֆոնը, պահես իներցիաները, տարբեր շեշտադրումներով։ Ուրեմն ստացվում է, որ
Սերժ Սարգսյանեն ռուսական գծի մեջ են այդ նույն շեշտադրումները անում, այս իշխանությունները արևմտյան գծի մեջ են, բայց բան դրանից չի փոխվելու, հա։ Այսինքն մեր խնդիրը ընդհանրապես այդ միլիմետրի տարբերություններն է կամ փաթեթավորման տարբերությունն է։ Համար իշխանությունները պիտի հասկանան, որ 21-րդ դարում 2024 թվականին հեշտ չի լինելու հենց այդպես խաբել մարդկանց ուղղակի հերթական ձևով։ Չեմ ասում դա անհնար է, որտեղ ցավոք ես տեսնում եմ որ խնդիր կա մեր հանրության գիտակցության, իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ ունի իհարկե, մարդիկ 30 տարի պայքարների մեջ են, իրանց 30 տարի ստել են, 30 տարի իրենց օգտագործել են։ Եվ հիմա իրանք էլ են մտել այդ իներցիայի մեջ, այն խափեք մենակ թե ասեք ամեն ինչ լավ է։ Եվ մեր շատ փորձագետներն են մտել այդ ռեժիմի մեջ։ Եկեք լավ բաներ ասենք, վատ բաներ չասենք։ Եկեք ինչ կա չկա վերագրենք Ռուսաստանին։ Եվ նա էլ ով որ ասում է չէ, ընդհանրենք Ռուսաստանը չի նաև այլ հարցեր կա, ասում են ոնց թե բան։ Պետք է ուրեմն դու ռուսական շարասյունից ես, գործակալ ես։ Ինքը այս պրիմիտիվության է։ Ես հուսով եմ, որ 2024-ին մենք կարողանալու ենք քայլեր անել, որոնք որակական ինչ-որ փոփոխություններ կբերեն գոնե հանրային դաշտում։ Հա, շատ կարևոր է, որովհետև ոչ ոք Հայաստանում պետք է հակառակորդ կամ ավելի վատ թշնամի չփնտրի, եթե ինչ որ մեկը իշխանությանը ձգտում, պետք է գա իշխանության, որպեսզի Հայաստան պետությունը զարգանա, մեր հանրությունը ուզենա ապրի իր երկրում եւ իր երկիրը զարգացնել, սա է նպատակը։ Չի կարող իշխանությունը ինքնանպատակ լինել, ինչ որ մեկին ինչ որ բան ապացուցելու համար։ Իշխանությունը միջոցը, իշխանությունը միջոցը, ոչ թե նպատակը։ Միևնույնն է պատասխան են տալու վերջում, բոլոր ով ուզում է լինի, ես երբեք ասենք չեմ անձնավորում, խոսում ենք այն իրավիճակից, հա, տես մենք տեսնում ենք հիմա տարելիցն է Արցախի շրջափակման, Արցախում այլևս հայեր չկան, Արցախ չկա։ պես ես տեսնում Արցախի վերադարձը օրակարգ, արցախցիների ճակատագիրը ինչ կլինի, ինչպես կարող է լինի եւ ինչ իրավիճակում ենք, ինչ կետում ենք մենք հիմա։ Չկա արցախցի, կա հայ, նրանք բոլորը հայեր են, Հայաստանի քաղաքացիներ են, ինչպես որ սյունեցիները, ինչպես որ գյումրեցիները, մնացածը դա մեր մասն է, մեր արյունն է, մեր հողն է, եւ այդ բաժանումներն են, հենց ռուսական բաժանումներն են դրանք, որ մեզ հանգեցին այսօրին, եւ Հայաստանը շատ սիրուն ձևով ընդունեց ռուսական ծրագիրը, բաժանել առանց հասկանալու, որ միասնությամբ ենք մենք ուժեղ, ոչ թե բաժանմամբ, շարունակեցին նաեւ այս իշխանությունները տարանջատում դնել Արցախի եւ Հայաստանի միջև, ցույց տալ, որ դա իրենց խնդիրն է, որ արցախցիներն են որոշողը, այսօր էլ արցախցիների վրա ամբողջը բարթել, իբր թե նրանք ռուսամետ էին, դրա համար այսպես եղավ, իբր թե նրանք եթե ընտրեին այլ բան, այլ կերպ կներ, կարծեք թե Հայաստանը չի կարող մի հատ Ալիև բերի Բրյուսել, որ հետը խոսեն, գնում է առանց Ալիևի փաստաթուղթը ստորագրում, Ալիևը այնտեղից ծիծաղում է իրենց վրա, դա ոչինչ, բայց արցախցիները, որոնք ուղղակի մարդիկ են, սովորական գյուղի ապրող մարդիկ, որոնք ինչ որ հազիվ մի փոքր փորձում են իրենց կյանքը դասավորել, իրենք պիտի գնան, պահանջներ ներկայացնեն ինչ որ անհայտ ձևով, բլոկադայում գտնվելով, էլի, պիտի պայքարեն ռուսների դեմ, որ այնտեղ Հայաստանի իշխանությունները այդ ռուսներին բերել մցրել Արցախ, ասել է իրանք են քեզ պահելու, գնա ոնց ուզում ես հետները լեզու գտի, ինքն է փորձում է լեզու գտնել ինչ որ մի ձևով, այսինքն Հայաստանը վախենում է Ադրբեջանի հարցակումից, Արցախի հայերը պիտի չվախենան, հա, ռուսների կամ ադրբեջանցիների գործողություններից, ու իբր արցախցիները պիտի իրենք որոշեն, հա, ինչ են անում, իսկ Հայաստանը չի կարողանում որոշ ինքը ինչա ուզում անել, մանյովրներա որ անում է, այդ ո՞նց է ինքը պատկերացում այդ խեղճ մարդկանց, այսինքն բանը, հա, մի պետության մեջ ինչ որ մի խումբ ինքը պետքա պետության դերակատարություն ստանձնի իր վրա, ներողություն, բայց դա ռուսական պրոյեկտ է, Արցախի նման կոնֆիգուրացիան 94 թվականից ռուսական պրոյեկտի մաս է, որ ինքը առանձին պետություն է, որը չպիտի ճանաչվի Հայաստանի կողմից, ինքը պիտի չճանաչվի որևէ մեկի կողմից, ինքը պիտի մնա այդ վիճակում, ինչեւ որ կասեն թե ինչ անեն։ Ասեցին, արեցին։ Հայաստանը դատապարտեց Ռուսաստանին, այս ամեն ինչի համար, չէ։ Հայաստանը շարունակում է նույն գիծը, որ Արցախը առանձին է, մեր հետ կապ չունի։ Հետևաբար ինչ սпасել արցախցիներից։ Եվ նորից ես այդ հարցերում ընդհանրապես որևէ առումով
բացարձակապես որևէ նեյնիմներում ես չկամ։ Պատասխանատուն թիվ 1 Հայաստանի իշխանությունն է բոլոր գործողությունների համար։ Արցախի հարցում, եթե ինքը ուզում է արցախցիներին վերադարձնել ոչ որպես ադրբեջանցի, այսինքն ոչ թե վերադարձնել որպես ադրբեջանի քաղաքացի, ուրեմն պիտի գլուխը պատին տա գլխներին, որ կարողանա այդ հարցը լուծել։ Իսկ եթե չէ, եթե ինքը արցախցիների ձեռք է քաշում եւ ընդհանրապես մի քանի հայտարարություններ կամ ավելին իշխանության ներկայացուցիչները ասում են, որ գիտեք, Արցախին ժողովուրդը հայտարարությունները անում, դա խանգարում է, դա պատերազմ կարաբերի եւ այլն եւ այլն։ Այսինքն, իբր մենք կապ չունենք իրանց հետ, որ թող ինչ ուզում են անեն, որ մեզ էլ խնդրեմ մեջ չգցեն, այսինքն բաժանում են դնում։ Դե բաժանում են դնում, ուրեմն իրենք նույն հաջողությամբ կարող են վաղը Հայաստանի գյուղերի պաշտպանությունը չապահովել, ի՞նչ տարբերություն։ Դրա համար խնդիրը Հայաստանի իշխանության մեջ է եղել եւ մնում է, ոչ թե որ այս իշխանության մասին, ընդհանրապես, բայց իշխանությունը իրենց ձեռքն է, ֆինանսները իրենց ձեռքն է, լծակները իրենց ձեռքն է, դիվանագիտությունը իրենք նախարարություններ ունեն, դեսպաններ ունեն։ Ինչի համար այդ ամեն ինչը, եթե դու արդյունքում մեկա պիտի դելի Ադրբեջանը ոնց թելադրի, դու պետք է այդպես անես։ Համար հարցը հետեւյալն է, Հայաստանը ինքը պիտի կողմնորոշվի, իսկ ինձ համար այդ կողմնորոշումը հետեւյալը պիտի լինի։ Հայաստանը պիտի պահանջի նորից Արցախի խնդրի վերաբացում, ինչը չի անելու ինքը։ Խնդիրը Հայաստանը պարտակում է ուղղակի, ինքը կորցնում է այդ խնդիրը, ոնց որ չի եղել նման խնդիր։ Արցախ չի եղել։ Կա ընդհանրապես հումանիտար խնդիր, իրենց իրավունքների, իրենց կացարանների խնդիրը եւ այլն, եւ եթե ուզում են այդ մարտիկ վերադառնալ Ստեփանակերտ, թող վերադառնան, բայց որպես Ադրբեջանի քաղաքացի։ Այսինքն 30 տարի մարդիկ անիմաստ տեղը պատերազմեցին, 30 տարի կորցրեցինք մենք ահռելի քանակությամբ մեր սերունդը, ապրեցինք խնդիրների մեջ, բլոկադա, տնտեսական լուրջ խնդիրներ, լիքը միլիոնից ավել մարդ թողեց գնաց Հայաստանից դրա պատճառով, որտեղ բարեկեցություն չկար, կամ վախենում են, կամ եւ այլն, մեկը իր տղային չէր ուզում բանակ ուղարկել, մեկը չգիտեմ, չէր իր երեխայի համար ապագա չէր տեսնում, այսօր գալիս է իշխանություն, որը ասում է, որ նման խնդիր այլևս գոյություն չունի, Արցախը իր գլխի ճարը թող տեսնի։ Եվ էլի մենք մեղադրում ենք, Արցախի իշխանություններին, ինչքան կարելի է։ Չեմ հասկանում, ինչ որ մոդա է, թե հաճելի է ուրիշներին մեղադրել ամեն անգամ այն խնդիրների, որոնք քո խնդիրներն են։ Որով մարդը ինքնասիրություն չունի, դու ոնց կարող ես անընդհատ ուրիշին մեղադրել քո խնդիրների մեջ։ Չէ՞, գտել են մեկին, կա ինչ է Սամվել Շահրամանյան, չգիտեմ ազգանետով է, որ նա եթե նա չանեն այդ ընտրությունները, եթե նրանք ռուսների վրա հույսը չդնեն, այսպես կար։ Այսինքն Ադրբեջանը նայելու էր կամ նայում էր, 2020 թվականից նրանք եկել կանգնել են կոկորդին, որ պետքա հանձնեն Արցախը։ Ինչ Սամվել Շահրամանյան, չկապ ունի Սամվել Շահրամանյան պատմության։ Կարող է նա ենթադրենք ինչ որ ձեւով արագացրեցին այդ process-ը կամ ինչ որ բան արեցին, բայց խոսքը գեոպոլիտիկայի մասին է, կոնֆիգուրացիաների մասին է, Ադրբեջանի ծրագրի մասին է, որ այսօր աբսորբացնում է Արցախը ամբողջությամբ ու ուզում է աբսորբացի նաև Հայաստանը։ Հիմա Արցախը չէ Հայաստանի մասին, Սյունիքը ենթադրենք։ Ինչ է անում Հայաստանը, որ կանգնեցնելու համար Ադրբեջանին։ Հուսանք քաղաքական էլիտաների իրական մրցակցության արդյունքում Հայաստանի շահերը իրական պաշտպաններ կգտնեն, որովհետև շատ հարցեր իրոք չունեն պատասխաններ կամ ունեն պատասխաններ, որոնք շատ տհաճ է լսել։ Հատկապես Արցախի հետ կապված, գիտես, 30 տարի մարդկանց նույնիսկ չէին նախապատրաստել, եթե հենց այդ, ասենք, ուղղության ֆորմատով էին աշխատում արցախցիների հետ, որ իրենք առանձին են, իրենց պետք է տրամադրեին, իրենց անելիքը բացատրեին, ինչ պետք է անեն, բայց դա չի արվել ու անընդհատ արցախցին եղել է Արցախցի ասելով մենք զուտ տեղի հետ կապված ենք ասում։ Մարդ, նայ, մարդիկ կան այսօր Երևանում, մարդիկ կան, որոնք արդեն երրորդ ալիքն են արտագաղթի մեջ։ Ժամանակին Բաքվից, Սումգայիթից են փախել, եկել են Հադրութ եւ այլն տեղեր, չեն ուզեցել Հայաստան գալ, մտածելով որ դա իրենց ավելի մոտ ավելի իրենք ճանաչում են։ Եկել են 20 թվականի անց այնտեղից են հանել, եկել են իրենք կամ Ստեփանակերտ կամ Երևան, հետո նույնիսկ վերադարձեն Ստեփանակերտ, այն հույսով որ գոնե այդ հատվածում իրենք կմնան, այսինքն բուն լղիմի տարածքը գոնե քիչ թե շատ կմնա, որը էլի կարծեմ այս իշխան, ոչ թե կարծեմ, նկատում այս իշխանությունը մանդատ էր ստանում իբր թե
Հադրութը եւ Շուշին հետ բերելու համար, չէ՞։ Չգիտես ինչի երբեք իրանց չեն ասում, բա այդ ո՞նց եք դուք տենց խոստումներ տալիս, եթե չեք կատարելու։ Թե էլի Ռուսաստանն է մեղավոր։ Ռուսաստանն է մեղավոր, կանգնեք ասեք Ռուսաստանն է մեղավոր։ Ոչ թե անընդհատ մեղավորությունը բարդեք խեղճ մարդկանց վրա, որոնք հազիվ փորձում են իրենց կյանքը դասավորել, միգուցե սխալներ են անում, իհարկե կարող է սխալներ անեն։ Այսինքն իշխանության սխալները չի երևում, բայց ինչ որ մարդկանց խեղճ ու կրակ այնտեղ, որ հազիվ փորձում են իրենց կյանքը դասավորել, չգիտեմ, անգլերենից գիտեն, ինչ որ բան կարդացել են, միջազգային հարաբերություններ ունեն, դպրոց մասնագետներ, թե չէ, իրենք ամեն ինչում մեղավոր են, հա։ Եթե այսպես է, ապա ես լուրջ խնդիր ունեմ այդ բոլոր մարդկանց հետ, ովքեր այդպես են մտածում։ Այսինքն ոչ թե ես, այլ բանական մտածողությունը։ Այո, մենք բոլոր հարցերի լուծումներն կարող ենք ունենալ, Մարատ, պլյուս մինուս։ Ոչ թե ասեն ստագնացիայով եւ կանգնեցնելով գործընթացները փորձենք տեսնենք թե որտեղից մի օր լույս կբացվի կամ որ երկիրը մեզ կասի հանգիստ եղեք, մենք ձեզ կօգնենք, ենթադրենք Ֆրանսիան։ Տեսանք թե ոնց դու ոնց ես քո հույսը դնելու նորից երրորդ երկրի վրա։ Մի խոսքով, դրանք լուրջ հարցեր են, բարեփոխումները, որը շատ անհրաժեշտ են, շատ անհրաժեշտ է հիմնարար փոփոխություններ համակարգային առումով, մտածողության, ռազմավարության, շահերի ձևակերպման եւ ինստիտուցիոնալ հատկապես դիմակայունության, դիմադրողականության բարձրացման։ Իսկ մենք դա գոնե այս առումով չենք տեսնում։ Դա համար լուրջ փորձություն է սպասում այս իշխանությանը, ինչպես եւ մեզ բոլորից, նաեւ հատկապես քաղաքական եւ ընտրությունների մասով։ Ես շնորհակալ եմ, որ ժամանակ ես գտնում մեր լսարանի հետ կիսվել։ Ես եմ շնորհակալ, շատ ֆանտաստիկ լավ լսարան ունես եւ շնորհակալ եմ բոլորին, քեզ առավել ևս։ Շնորհակալ եմ եւ ամենայն բարիք, ամենակարևորը խաղաղություն մեր հայրենիքին։ Այո, եւ Ուկրաինային։ Շնորհակալ եմ։